թե ինչպես Մալինան, Բլեքն ու Բրաունը հայտնվեցին իմ խնամքի տակ և ինչու մնացին փակ տեղում։ Այս փոքրամարմին շունիկը Բյուրեղավանի բնակիչներից մեկի բոստանում 08-10-2023 թվականին ունենում է 6 ձագուկ։ Իմ էջին գրում է կինը, խնդրում օգնել ձագերի հարցում։ Մի քանի անգամ գնում եմ կերակրում, հետո կինը ասում է, թե մայր շունը անհետացել է, չգիտենք, թե ինչ է պատահել։ Շան մասին այդպես էլ ոչ մի լուր չէ։ Մայրա, Տուզիկ ու սա իրա ձագուկներն են, շատ փոքրիկ, հավանաբար կմնա շատ փոքր չափի, դեռ 1 ամսական են, շատ փոքր են և փոքր չափսի կմնան, ինչպես մայրն է։ Երևի կրկնվեմ, բայց փոքրիկների համար որդեգրողներ եմ փնտրում, որովհետև երկար չեն կարող գոյատևեն այստեղ։ Մայրը շատ փոքրիկ տուզիկ շունիկ է, նորից կրկնվեմ, իրենք բնականաբար հավանաբար կմնան շատ փոքր չափերի։ Որդեգրեք, փրկեք դրսի վտանգներից, քանի որ դրսում նրանք ուղղակի դատապարտված են մահվան։ Այսպես դուրս կգան ճանապարհ, մեքենայի տակ կընկնեն, կհիվանդանան, մի խոսքով։ Դրսում նրանց կյանքը վտանգված է։ Փրկեք, որդեգրեք, դարձրեք ձեզ համար լավագույն ընկեր ու բարեկամ այս փոքրիկներին։ Չափազանց փոքրիկ են, չափազանց։ Մեկ օր էլ գնացի, տեսա ձագուկները հավաքվել են իրենց եղբոր դիակի մոտ, կարծես թե մեքենայի տակ էր ընկել։ Նկարեցի, փորձեցի ձագուկների համար տերեր գտնել։ Որ ձագուկներից մեկին ցանկացան որդեգրել, եկան ու տարան։ 1-2 օր չանցած գնացի ու տարածքում տեսա ճպրոտ աչքերով ցրտին թուլացած, դողացող ընկած ձագուկներ, որոնք չէին էլ մոտենում կերին։ Տարածքում տեսա նաև մեկ ուրիշ անկած ձագուկի։ Մեծ դժվարությամբ նրանց տեղափոխեցի փակ տեղ։ Հետո հասցրեցի կլինիկա, թեստավորվեցին ու սկսվող չումա էր։ Վետը նշանակեց դեղեր, սրսկումներ, մեկի աչքը լրիվ փակ էր, մյուս 3-ը ոչինչ։ Հետո ինձ որդեգրողը, թե ձագը լավ չի, հետ վերցրեցի, տարել, լողացրել էին, արդեն ներվին էր խփել։ Սկսեցին 5-ին էլ բուժել և իզոլացնել, որպեսզի դրսի շներն էլ չվարակվեին։ Ցավոք աչքերը փակ ձագն ու ներվին խփածը չապրեցին։ 3-ը լավացան, բայց նրանք շարունակում էին մնալ վարակակիր, դրա համար մնացին փակ տեղում։ Բլեքը անհաջող ընկավ, ոտքը կոտրեց, էլի կլինիկա, վիրահատություն, վերականգնում ու միաժամանակ ստերջացրեցին։ Ստերջացրեցին նաև Մալինային։ Նրանք մնացին իմ խնամքի տակ, շատ դժվար ճանապարհ եմ անցել շունիկների հետ և շարունակում եմ անցնել։